Դե կար մարդիկ, ովքեր ասում են ինձ ասել են, որ ինչ ուզում ես կարող ես ուտել, միայն գիշերը մի կեր եւ դու կնիհարես։ Մի փոքր ճշմարտություն է տեղ կա, բայց ոչ թե ինչ ուզում ես կեր, այլ ես նույնպես հանգստացնում եմ մարդկանց, որովհետեւ կա տարբեր մասնագետներ, տարբեր մոտեցումներ ու երբ որ մարդը մի քանի տարբեր մասնագետների է մոտենում, այստեղ արդեն խճճվում է ու ոչ միայն խճճվում է, այլ գալիս է այն պահը, որ ինֆորմացիաները չի ուզում է իմոտել օրվա մեջ մի քանի անգամ, բայց քիչ, ասենք 3 ժամը մեկ։ Այսինքն նախ ուսումնասիրում ենք նրա սնվելու սովորությունը առաջին հերթին, ինչ տեսակի սովորություն, ուսումնասիրում ենք նրա ստրեսային վիճակը։ Ստրես բոլորն ունեն, այո, բոլորն աշխատում են, տարբեր մակարդակի է լինում, որտեղ կա տագնապային, կա ստրես ու կա արդեն որ ավելի լուրջ է այդ ամեն ինչը, խորացված դեպրեսիա։ Դրանից ավելի մարդ կա ուտում է դեպրեսիայից, ստրեսից, եթե կա գերսնում, խոժակը փակվում է։ Եթե կա գերսնում, դա ու արդեն գնում է դեպրեսիայից, գերսնումը։ Ինչ խորհուրդ եք տալիս դուք նման դեպքերում, երբ մարդ այդպես խճճված ինֆորմացիա ավելցուկով գալիս է ձեզ մոտ եւ չգիտի ինչ անի։ Աստիճանաբար մեկ խորհուրդ չկա, աստիճանաբար սկսում ենք այդ ինքը ինչ ունի ինֆորմացիա, այդ ամեն ինչը բացել։ Հասկանալ տվյալ իր ինֆորմացիան ոնց ինքը կարող է ճիշտ կիրառել իր կյանքում, որտեղ էլ եմ ասում տարբեր է ու ինքը չգիտի ինչ անի։ Ինֆորմացիան մտել է, բայց տեղ չունի, չի ինքը գործողության վերածել ու դա իրան արդեն խանգարում է։ Հա, նույնպես մենք ինչ ենք, ինֆորմացիան կուտակվում է, էներգիա չէ, ցանկացած խոսք, միտք ինքը էներգիա, մեր մեջ կուտակվում է, նույն կարող ոչ մի բան չենք ուտում, բայց գիրանում, ինչու, որովհետև ինֆորմացիան այդ ստրեսը մեզ սկսում է ավելացնել, ծավալանել, հա։